Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բակում տոնակատարություն է։ Շրջանավարտները, արդեն կայացած սպորտսմենները եկել են ավարտական դիպլոմների ստացման պաշտոնական արարողությանը։ Բակալավրի շրջանավարտներից Ռաֆիկ Վարդանյանը փաստում է, ինստիտուտը տվել է մեծ պաշար, ինչը կօգնի բարձրակարգ սպորտսմեն դառնալ և իր աշխատանքով նպաստել սպորտի զարգացմանը։ Ինչպիսին էի առաջին կուրսում և ինչպիսին եմ հիմա, ինձ թվում է տարբեր, այսպես ասած, Ռաֆիկներ են, այսպես ասած, մի այլ ուսանող եմ այստեղից գնում, որովհետև սկզբնական շրջանում, երբ դեռ մուտք էի գործում ինստիտուտ, միայն ու միայն խորացված էի իմ մարզաձևի վրա։ Ճիշտ է, կրթությանը միշտ ուշադրություն դարձրել եմ, բայց առաջնահերթ այդ ժամանակ ինձ համար իմ մարզաձևն էր առաջնահերթություն, բայց այս տարիների ընթացքում առաջնահերթություն դառավ կրթությունը և ուսուցումը։ Ինչու, որովհետև յուրաքանչյուր մարզիկ պետք է գիտակցի, որ պետք է լինի կրթված, գրագետ և մեր ինստիտուտը այդ հնարավորությունը ընձեռում է։ Ինչ զգացողություններ են այսօր ինձ մոտ, զգացողությունները շատ մեծ են, որովհետև ավարտում եմ բուհը, որպես արդեն մարզիչ մանկավարժ, գնում եմ դեպի նոր ճանապարհ, նոր բարձունքներ, ինչպես նշվում է մեր կարգախոսում, և արդեն մագիստրատուրայում մի այլ կրթական ծրագրով եմ դիմել հետագայում աշխատելու համար և այսպես շարունակ։ Եվ ինչ խորհուրդ կտամ դիմորդներին, անպայման դիմել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, որովհետև սա լայն հնարավորություն է տալիս լինել նեղ մասնագիտական գործընթացում լավագույնը, այսինքն մարզչամանկավարժական գործընթացում լինել լավագույնը։ Մագիստրոսի կոչումով ինստիտուտին հրաժեշտ տվող հայտնի մարզիչ Դանիել Հակոբյանն էլ փաստում է, ինստիտուտի աջակցությամբ իրենց սերունդը կրթության բարդույթների հետ զուգահեռ կարողացել է հաղթահարել նաև ժամանակի, գիտելիքների յուրացման, անհատի կայացման և տարաբնույթ այլ հարցերի հետ կապված մարտահրավերներ։ Ես արդեն ադապտիվ ոլորտում 2.5 տարի աշխատում եմ, բայց որակավորումը այսօր կստանամ։ Ադապտիվ ֆուտբոլային ակումբը ես եմ հիմնադրել, միասին ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ։ Մենք ստեղծել ենք ադապտիվ ֆուտբոլային ակումբ, որտեղ մարզվում են կրթության առանձնատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, շուրջ 75-80 երեխա են մարզվում ադապտիվ ֆուտբոլային ակումբում։ Ձեռքբերումներս կարելի է այս ձևաչափով ասել, որ Պորտուգալիա-Հայաստան խաղի ժամանակ բոլորը երևի տեսան հուզիչ պատկերները, որ Ռուբենը Ռոնալդոյի դաշտ մտավ, Ռուբենը իմ աշակերտներից մեկն է, եթե կարելի է դա ձեռքբերում համարել, ես սիրով կասում եմ դա ձեռքբերումներից մեկն է։ Բայց մենք մեծ նպատակներ ունենք, որ ադապտիվ ֆուտբոլով մեծ առաջ գնանք։ Ինստիտուտում այսօր ավարտական վկայականներ հանձնվեցին ոչ միայն ինստիտուտի շրջանավարտներին, այլ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտ ու սենյակետային քոլեջի շրջանավարտներին։ Քոլեջի ղեկավար Վարդան Թովմասյանը խոստովանում է, 4 տարի առաջ, երբ բացում էին քոլեջը, չէին էլ պատկերացնում, որ այն այսքան մեծ պահանջարկ կվայելի, և ահա այսօր արդեն առաջին շրջանավարտներին են ճանապարհում դեպի նոր կյանք, որոնց մեջ այլևս կայացած աշխարհահռչակ չեմպիոններ են։ Այս տարի առաջի անգամ սպորտ և ֆիզկուլտուրայի և սպորտ մասնագիտության ավարտողներն են, առաջի ավարտողներն են, 4 տարի առաջ ստեղծվել է քոլեջը, սենց մաքարելով, չարչարվելով, երեխեքը տանջվելով, այսօր հասել են իրենց ավարտական վերջնական փուլին։ Շատ լուսավոր երեխեք ունենք, շատ լուսավոր երեխաներ, մի մասը ընդունվել են արդեն մեր ինստիտուտում շարունակելու իրենց հետագա ուսումը։ Ունենք երեխաներ, որոնք ընդունվել են ուրիշ համալսարաններ, նորից բարձր առաջադիմություն, բժշկական համալսարանում ընդունվող երեխա ունենք նույնիսկ անցած տարի պետ պատվերով նույնիսկ ընդունվող ենք ունեցել։ Շատ դրական էներգիա է տիրում քոլեջում, ի շնորհիվ մեր ինստիտուտի, մեր ղեկավարության, օր-օրի բոլոր թերությունները, պրոբլեմները, որոնք նախկինում եղել են, մենք հաղթահարում անցնում ենք, դեպի նորն ենք գնում, նոր կրթական ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս հետագայում էլ ավելի զարգացնելու, ավելացնելու մեր ներուժը ամբողջ, ասեմ, որ ինստիտուտի ամբողջ ներուժը, ամբողջ ինստիտուտի աշխատակազմի ներուժը մենք օգտագործում ենք, ոչ միայն մեր բազաները նյութատեխնիկական, այլև գիտական, մասնագիտական, դասախոսական, պրոֆեսորը դասախոսական ամբողջ կոլեկտիվը օգնում աշխատում է մեր երեխաների հետ։
Որ մենք պրոֆեսիոնալ մարմնամարզիկներ ենք եւ ավելի նպատակահարմար գտանք, որ գնանք մեր մասնագիտությամբ եւ ընտրեցինք այս բուհը։ Դե քոլեջը մեզ շատ բան տվեց, մեծ գիտելիքներ տվեց, որը մեր հետագա կյանքում շատ է մեզ պետք գալու ու շնորհակալ ենք տնօրինությանը, փոխտնօրենին, մեզ դասավանդած բոլոր ուսուցիչներին ու քոլեջի շատ շնորհակալ ենք։ Իհարկե խոր կտանք բոլոր սպորտսմեններին, բոլոր մարզիկներին, եթե ուզում են շարունակել իրենց մասնագիտությամբ, այս բուհը ամենանպատակահարմարն է ստում եւ խոր կտանք բոլոր մարզիկներին, բոլոր սպորտսմեններին ընտրեն այս բուհը։ Ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանի համար եւս օրը լի է հակասական զգացողություններով, հույզեր, հպարտություն, կարոտ, բայց վստահ է, որ շրջանավարտների հետ կապը շարունակական է լինելու։ Զգացողություններս աննկարագրելի են։ Պատկերացրեք, ինչպես է տան մեծը ճանապարհում իր երեխաներին։ Այդ նույն զգացողություններն են այսօր։ Յուրախություն մեզ այս տարի մեր մասնագիտությունով նաև առաջի անգամ ավարտում են նաև մեր քոլեջի ուսանողները, որը եւս մեզ համար հպարտության առիթ է, այո։ Զգացմունքները խառն են, գիտեք ոնց, ամեն տարի ոնց որ դուք երեխեքին ճանապարհ եք տանից, մի կողմից շատ ուրախալի է, մի կողմից մի քիչ թախից կա, բայց մենք հասկանում ենք, որ դա հնարավոր չէ այլ ձև եւ փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր ուսանողների, մեր շրջանավարտների համար, այո, այս օրը դառնա անմոռանալի։ Ինստիտուտը մեզ շատ բան է տվել, որը մեզ հետագայում օգնել է սպորտում, լինել կարգապահ, լինել նպատակասլաց, նաև օգնում է թիմային աշխատանքին, որը արդեն հետագայում բերում է մեծ արդյունքների։ Դու դառնում ես ավելի պրոֆեսիոնալ եւ տիրապետում ես քո մասնագիտության պատմությանը, քո մասնագիտության հիմունքներին, ինստիտուտը տալիս է մասնագիտական շատ գիտելիքներ, որ դրանք կարող են պետք է հետագայում նաև երեխաներին նվազելու հարցում։ Իսկ ինստիտուտի գործը շատ մեծ է, որովհետև մարզիկը չի կարող միայն չեմպիոն լինել առանց գիտելիքի, պետք է գիտելիքը լինի, որ կարողանա բարձրակարգ մարզիկ լինի։ Բարի երթ մաղթելով շրջանավարտներին, ռեկտորը տվեց թերևս ամենագոտեպնդող խորհուրդը շրջանավարտներին. երբեք չհանձնվեք։ Սիրելի շրջանավարտներ, ձեր անցած ճանապարհը միայն դասեր եւ քննություններ չեն։ Այն եղել է կարգապահության, համառության, կամքի ուժի, թիմային աշխատանքի իրական դպրոց։ Դուք սովորել եք ոչ միայն հաղթել, այլև հասկանալ, որ երբեմն պարտությունը եւս կարող է վերածվել նոր ուժի, առաջ շարժվելու համար։ Սպորտը եւ ֆիզիկական կուլտուրան մեզ սովորեցնում են ամենակարևոր դասերից մեկը՝ երբեք չհանձնվել։ Եվ այսօր դուք այդ գաղափարների կրողն եք եւ կենթանի ապացույցը։ Մեր ինստիտուտը մշտապես ձգտում է ոչ միայն գիտելիքներ փոխանցել, այլ ձևավորել ուժեղ կամք, պատասխանատվություն, հաղթողի մտածելակերպ։ Վստահ ենք, որ այս արժեքները ձեզ հետ կտանեք ձեր կյանքի յուրաքանչյուր հաջորդ փուլ։ Սկսեմ ես, սպասեմ չէ իրանց, ես սկսեմ կարող ենք
Ինստիտուտն իր սանրին ճանապարհեց հպարտությամբ և բարձր տրամադրությամբ, երաժշտական նոտաների ներքո։ Hey!